Ռադիո Մենք։ Մենքը եսից ուժեղ է։ Time to say goodbye. Ողջույն արգելի ռադիոն կնդիրներ, եթերում դու կարող ես հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ ինչպես խոստացել էի անցյալ հաղորդման ժամանակ, մենք այսօր կշարունակենք խոսել Անդրեա Բոչելիի մասին։ Ինչպես եւ խոստացել էի, ես այսօր կներկայացնեմ նրա գործունեությունը 21-րդ դարաշրջանի սկզբին։ Նշեմ, որ նոր դարաշրջանը նույնպես բուռն ստեղծագործական շրջան դարձավ Բոչելիի համար։ Մանավանդ որ այն սկսվեց մի նշանակալից մրցանակի նվաճմամբ։ 42-րդ Գրեմմի մրցանակաբաշխությանը Անդրեա Բոչելին պարգևատրվեց երկակի Գրեմմի մրցանակով։ Աղոթք ստեղծագործությունը պարգևատրվեց լավագույն փոփ վոկալ համագործակցություն անվանակարգում, ինչպես նաև նա ստացավ լավագույն արական վոկալ կատարում մրցանակը։ Երգիչն այդ տոնակատարությանը վերոնշյալ ստեղծագործությունը կատարեց Սելին Դիոնի հետ։ Բոչելիի համաշխարհային շրջագայություն 2000 ծրագիրը մեկնարկեց մարտի 31-ին, իսկ մայիսին նրա սրբազան Արիաներ ալբոմը Մեծ Բրիտանիայի դասական երաժշտության ռադիոկայանի ունկնդիրների քվեարկության արդյունքում ճանաչվեց տարվա լավագույն ալբոմ։ Նրա համաշխարհային շրջագայությունը մայիսի 12-ից մինչև 14-ը շարունակվեց Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում կայացած 4 համերգով։ 2000 թվականի Եվրոպայի առաջնության ավարտական միջոցառմանը նա Ռոտերդամում հանդես եկավ ռուսաստանցի հանրահայտ օպերային ռեժիսոր Վալերի Գեորգիևի եւ ամերիկացի օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգի հետ։ Հունիսի 6-ին նա հանդես եկավ Նյու Յորքում Ազատության արձանի մոտ։ Համերգը կրում էր ամերիկյան երազանք Անդրեա Բոչելիի համերգը Ազատության արձանի մոտ վերնագիրը։ Այս համերգը նվիրված էր հորը, որ մահացել էր նույն թվականի սկզբին։ Համերգի ընթացքում նրան նվագակցում էր Նյու Ջերսիի սիմֆոնիկ օրկեստրը Սթիվեն Մերկուրիոյի խմբավարությամբ, իսկ հատուկ հյուրերն էին հայտնի սոպրանո Աննա Մարիա Մարտինեսը եւ անակնկալ կերպով հայտնված Սարա Բրայթմենը, ով միացավ նրան Time to Say Goodbye երգը կատարելիս։ Հանդիսատեսի խնդրանքով կատարված համերգի վերջին ստեղծագործությունը Սոգնոն նա նվիրեց հանգուցյալ հորը։ Հռոմի Վերոնա արենայում օգոստոսի 17-ին նա կատարեց Ջուզեպպեի դերը Վերդիի Մեսա դա Ռեկվիեմում, նրա 7-րդ ալբոմը Վերդի վերնագրով։ Թողարկվեց սեպտեմբերի 11-ին։ Նույն ամսին նա 3 համերգ ունեցավ Ավստրալիայում։ Բոչելին ստացավ եւս մեկ Էքո Կլասիկ մրցանակ Սրբազան Արիաներ ալբոմի լավագույն վաճառք արձանագրելու համար։ Նոյեմբերին թողարկվեց նրա կատարմամբ առաջին ամբողջական օպերայի Լա Բոհեմի ձայնագրությունը, իսկ դեկտեմբերին նա ստացավ մեկ այլ Ոսկե Եվրոպա գերմանական մրցանակ դասական երաժշտության համար։ 2001 թվականի հունվարին Վերոնայի Տեատրո Ֆիլարմոնիկո թատրոնում Բոչելին կերպավորեց Մասկագնիի Լամիկո Ֆրից օպերայի գլխավոր հերոսին, ինչպես նաև կատարեց տենորի համար նախատեսված հատվածը Վերդիի Ռեկվիեմում։ Մարտի 19-ին Ռեկվիեմի ալբոմը թողարկվեց, որում որպես տենոր հանդես էր գալիս Բոչելին։ Մարտի 22-ից մինչև ապրիլի 6-ը նա իտալացի հայտնի սոպրանո Սիցիլիա Գաստիայի եւ Հարթֆորդի սիմֆոնիկ նվագախմբի հետ շրջագայում էր Հյուսիսային Ամերիկայում։ Հունիսի 17-ին նա ելույթ ունեցավ Պիզայի թեք աշտարակի վերաբացմանը, իսկ հուլիսին 2 համերգ տվեց Դուբլինում Աննա Մարիա Մարտինեսի եւ բուլղարական New Symphony Orchestra նվագախմբի հետ։ Հոկտեմբերի 4-ին Վենետիկում նա ներկայացրեց իր նոր ալբոմը Silly de Toscana վերնագրով եւ ճանաչվեց ողջ աշխարհում ավելի քան 14 միլիոն սկավառակի վաճառք արձանագրած երգիչ։ Հոկտեմբերին Կատանիայում նրան էր վերապահված սիցիլիացի օպերային երգահան Վինչենցո Բելինիի 200-ամյակին նվիրված հանդիսությունների բացումը։ Շատերը թերևս հիշում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի աղետը, երբ Նյու Յորքում կատարվեց անմարդկային ահաբեկչություն։ Բոչելին եւս անմասն չմնաց անմեղ զոհերի ոգեկոչման արարողությանը մասնակցելուց եւ հոկտեմբերի 28-ին, սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին Նյու Յորքում երկվորյակ աշտարակների տեղում կազմակերպված համերգին
որպես կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ նա կատարեց Ellen Street-ը Gesang ստեղծագործությունը, որը նույնպես հայտնի է Ave Maria վերնագրով։ 1 միլիոն վաճառք արձանագրած Silly de Toscana ալբոմի համար նա նոյեմբերին ստացավ պլատինե Եվրոպա մրցանակ, ինչպես նաև իտալական երաժշտական արդյունաբերության ֆեդերացիայի կողմից որպես ողջ աշխարհում իտալական երաժշտության դեսպանի ստացավ մրցանակ։ Նա Աննա Մարիա Մարտինեսի ընկերակցությամբ ունեցավ նաև 7 այլ համերգ ԱՄՆ-ում։ Դեկտեմբերի 23-ին Իտալիայի Սենատում կազմակերպված ծննդյան տոներին նվիրված ավանդական համերգին, որն առաջին անգամ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր հեռուստատեսությամբ, երգեց Իտալիայի ազգային օրհներգը, ինչպես նաև Բելինիի և Վերդիի ստեղծագործություններից։ 2002 թվականի փետրվարի 5-ին Բերլինում նա ստացավ ոսկե տեսախցիկ մրցանակ երաժշտություն և ժամանց անվանակարգում։ Մարտի 6-ին նա ստացավ 2 երաժշտական մրցանակ Մոնտե Կարլոյում, աշխարհի ամենաշատ վաճառք գրանցած դասական արտիստ և նույն անվանակարգի իտալացի արտիստ անվանակարգերում։ Մարտի 11-ին նա հանուն խաղաղության համերգ տվեց Վենետիկի Սուրբ Մարկոս եկեղեցում Teatro La Fenice նվագախմբի ընկերակցությամբ և Լորյան Մարսելի խմբավարությամբ։ Մարտի 15-ին նա Ֆրանսիայի Ման-լա-Վալեի կոչվող Փարիզի կոմունաներից մեկում մասնակցեց Walt Disney Studios Park-ի բացման արարողությանը։ Մայիսի 7-ին Բոչելին և Թոնի Ռենիսը իտալացի գրող Էդմունդո դե Ամիսիսի վեպի հիման վրա նկարահանված Սիրտ ֆիլմաշարի սաունդթրեքի համար ստացան իտալական հեռուստատեսային մի մրցանակ, որ կոչվում է Telegatto։ 2002 թվականի մայիսի 23-ին նա ստացավ 2002 թվականի Classical Brit բրիտանական մրցանակը երաժշտության բնագավառում լավագույն ներդրում ունենալու համար։ Մայիսի 27-ին նա ելույթ ունեցավ Վիլլա Մադամայում, Հռոմ, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի և Իտալիայի նախագահ Սիլվիո Բերլուսկոնիի առջև։ Մայիսի 28-ին նա մասնակցեց Լուչիանո Պավարոտի և ընկերներ բարեգործական համերգին, որը կազմակերպված էր Անգոլայի օգնության համար։ Հունիսին նա կրկին շրջագայությունների մեկնեց ԱՄՆ, հետո հուլիսի 26-ին և օգոստոսի 3-ին նա մասնակցեց Պուչինիի անվան 48-րդ փառատոնին։ Հոկտեմբերի 14-ին նա և Լորյան Մարսելը համաշխարհային հանդիսատեսին ներկայացրին Բոչելիի Sentimento վերնագիրը կրող նոր ալբոմը։ Հետագա շնորհանդեսները եղան Միլանում և Նյու Յորքում, իսկ ալբոմը թողարկվեց նոյեմբերի 4-ին, 14 օրում վաճառվելով մոտ 2 միլիոն օրինակով։ Հոկտեմբերի 24-ին նա սկսեց իր Sentimento խորագրով շրջագայությունը Ցյուրիխից, որի ժամանակ Բոչելին ելույթ ունեցավ Եվրոպայի և ԱՄՆ-ի մեծ արենաներում։ 2003 թվականի փետրվարին Բոչելին մասնակցեց Մոնտե Կարլոյի բացառիկ համերգին, որին ներկա էր Հաննովերի արքայադուստր Կարոլինան։ Մարտ ամսին նա առաջին անգամ Սան Ռեմոյի փառատոնում հանդես եկավ որպես պրոդյուսեր, որտեղ երիտասարդ արվեստագետներ Ալունատին և Ջասկվելանի Ֆերին երգեցին նրա Klaxon ձայնագրության մեջ։ Մայիսին թողարկվեց նրա ամբողջական օպերան Տոսկան։ Ինչպես հասցրիք նկատել, Անդրեան բազմիցս մասնակցում է բարեգործական համերգներին, սա կարծես նրա սկզբունքներից մեկը լինի։ Չտեսնողների թագավորական ինստիտուտի օգտին կազմակերպված մի առանձին համերգին նա երգեց Բրիտանիայի թագավորական ընտանիքի առջև, իսկ մեկ օր անց Sentimento ալբոմի համար նա ստացավ 2 Classical Brit մրցանակ, որը կազմակերպվել էր Լոնդոնի Royal Hall-ում։ Մրցանակները հանձնվեցին ամենաշատ վաճառք արձանագրած ալբոմ և տարվա լավագույն ալբոմ անվանակարգերում։ Մայիսի 24-ին սոպրանոներ Մարիա Լուիջիա Բորսի և Լուցիա դե Սանտի, բարիտոն Սյու Կունգյանի և ջութակահար Ռութ Ռոջերսի հետ և Մարջելո Ռոտայի ու Ցիտա դե Պիզա օրկեստրի նվագակցությամբ նա հանդես եկավ ARPA ֆիլմերի երաժշտության և արվեստի հիմնադրամի օգտին կազմակերպված համերգին։ 3 օր անց նա կրկին հրավիրվեց Պավարոտի և ընկերներ համերգին ելույթ ունենալու և երգեց նեապոլիտանական երգեր Պավարոտիի հետ։ Հունիսին նա շարունակեց իր Sentimento կոչվող շրջագայությունը Աթենքում և Կիպրոսում, իսկ սեպտեմբերին Հռոմի Parco della Musica համալիրում նա մասնակցեց Եվրամիության արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդիպման առթիվ կազմակերպված համերգին,
որից հետո վերսկսեց շրջագայությունները Մարիա Լուիջիա Բորսիի, Ռութ Ռոջերսի և Մարչելլո Ռոտայի ընկերակցությամբ։ Այժմ առաջարկում եմ ունկնդրել Անդրեա Բոչելլիի կատարմամբ հնչող Սոգնո գեղեցիկ ստեղծագործությունը, որից հետո կշարունակեմ ներկայացնել այս անկրկնելի երգչի հաջողությունները։ 2003 թվականի հոկտեմբերին Բոչելլին Մեծ Բրիտանիայի կողմից ստացավ սիրված կատարող մասնագետ մրցանակը։ Նոյեմբերին նա ևս մեկ անգամ այցելեց ԱՄՆ, այս անգամ համագործակցելով Աննա Մարիա Մարտինեսի, Սթիվեն Մերկուրիոյի և ամերիկահայ սոպրանո Կալլեն Էսպիրյանի հետ։ Դեկտեմբերին նա տվեց իր առաջին համերգը Չինաստանում և ամսվա վերջին Մոդնայում Պավարոտիի հարսանիքին երգեց Գոունոդի Ավե Մարիան։ 2004 թվականի հունվարին Բոլոգնիում նա հանդես եկավ Վերդերի դերում 4 գործողությամբ համանուն օպերայում։ Ապրիլին և մայիսին նա կրկին շրջագայությունների մեկնեց Ասիա, տալով համերգներ Մանիլայում, Հոնգկոնգում և Սինգապուրում։ Մայիսին նա Հռոմում մասնակցեց ամերիկացի երաժիշտ երգահան ու պրոդյուսեր Քվինսի Ջոնսի կազմակերպած «Մենք ենք ապագան» պրոյեկտին մեկնարկին։ Հունիսին թողարկվեց Վերդիի Տրուբադուր օպերան, որը նրա կատարմամբ երրորդ ամբողջական օպերան էր։ Հուլիսին կայացած Պուչինիի անվան 50-րդ փառատոնում նա խաղաց Մարիո Կավարադոսիի մասը Տոսկա օպերայից։ Ապա մասնակցեց միջազգային օլիմպիական կոմիտեի համաշխարհային քարոզարշավին, որը նվիրված էր 2004 թվականի Աթենքի ամառային օլիմպիական խաղերին։ Սեպտեմբերին նա Ավստրալիայի Սիդնեյ և Մելբուրն քաղաքներում բեմ բարձրացավ մեկ անգամ ողջ կյանքի ընթացքում խորագիրը կրող իր շրջագայության ընթացքում, ինչպես նաև մեկ համերգ ունեցավ Նոր Զելանդիայի Քրիսթչերչ քաղաքում, որտեղ նրան միացավ նորզելանդացի սոպրանո Հայլի Վեսթհենրան։ Հոկտեմբերի 15-ին նա ելույթ ունեցավ Չինաստանի Բեյջինգ քաղաքի ժողովրդական մեծ դահլիճում, իսկ 17-ին Շանհայի մեծ դահլիճում։ Իմ շատ սիրելի ռադիոընկերներ, այսքանով ես ցանկանում եմ ավարտել Անդրեա Բոչելլիին նվիրված իմ հաղորդաշարի հերթական թողարկումը, հույսով և հավատով, որ կհանդիպեմ ձեզ հաջորդ շաբաթ։ Փնտրեք մեզ սոցիալական ցանցերում, մասնավորապես Facebook-ում կամ YouTube-ում, հայատար գրելով դու կարող ես։ Իսկ ձեզ հետ է հաղորդման հեղինակ և վարող Սիփան Ասատրյանը։ Իսկ դուք միշտ հիշեք, որ դուք կարող եք։ Ռադիո Մենք։ Մենքը եսից ուժեղ։